ես եմ Արմեն Գրիգորյանին հանձնարարել, որպեսզի Ադրբեջանի իր գործընկերոջ հետ քննարկի կա արդյոք հետաքրքրություն, այսինքն շոշափման հանդիպման անհրաժեշտություն կա, թե ոչ։ Երկրորդը մենք եւ Ադրբեջանի փորձագիտական եւ Հայաստանի փորձագիտական շրջանակներում մենք տեսնում էինք որոշակի միտումներ, որոնք կարող են սրել իրավիճակը եւ մենք ինչպես եւ պարտավոր ենք զբաղված ենք իրադրության կառավարման։ Մենք ոչ մեկին ոչ մի բացատրություն չենք տվել, մյուս կողմից դիվանագիտական հիմնական աշխատանքը աշխարհի բոլոր երկրների հետ հենց հիմնականում դրա մասին է, կողմերը իրենց դիրքորոշումները իրար համար պարզաբանում են եւ մտահոգությունները իրար համար պարզաբանում են։ Այսինքն որ ցանկացած X2 երկրի ներկայացուցիչ որ հանդիպում են, ինչ են անում։ Իրար առաջ հարցեր են բարձրացնում, դիրքորոշումները պարզաբանում են, որպեսզի դիրքորոշումները երրորդ կողմերի կամ մամուլի կամ այլ միջոցների միջոցով չստացվեն։ Այսինքն դա այն ինչ որ դուք անվանում եք նվաստացուցիչ, ոչ մի բանի բացատրություն չի տալիս, բայց բոլոր առանց բացառության բոլոր բանակցությունները աշխարհի բոլոր երկրների բանակցությունները բոլոր երկրների հետ հենց դրա մասին են։ Միմյանց դիրքորոշումները, ռազմավարությունները, պլանները եւ միմյանց մտահոգող հարցերը բարձրացվում են։ Ինչու՞ միայն այդ հարցերը, այդ թվում անազատության մեջ գտնվող անձանց հետ կապված հարցեր են բարձրացվել, այդ թվում սահմանային իրադրության կառավարման հետ կապված հարցեր են բարձրացվել, տասնյակ հարցեր։ Այսինքն այն ինչ որ մենք բոլոր հարևանների հետ քննարկում ենք առանց բացառության։ Այսինքն տարբեր հարևանների հետ տարբեր ֆորմատներ կան քննարկելու։ Հիմա ընտրությունների գիշերը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ եւ քննարկել ենք ամենատարբեր հարցեր, տնտեսական, քաղաքական եւ այլն եւ այդպես շարունակ։ Այսինքն այդ է դիվանագիտությունը, որ դու հաղորդակցվում ես մարդկանց հետ։ Դիվանագիտության բացակայությունը հաղորդակցության բացակայություն։ Մենք մեր քաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք կապվում, բայց մյուս կողմից մենք ամբողջ աշխարհում այդ թվում ընտրությունների քաղաքական հետևությունները եւ ընտրությունների հետևող ռազմավարությունները բոլոր մեր միջազգային գործընկերների առանց բացառության կիսում։ Եվ դա նորմալ պրակտիկա է, շատ նորմալ պրակտիկա է։ Այսինքն, երբ որ դուք ասում եք դա նվաստացուցիչ չի, դա ես հիմա որ թարգմանում եմ, կարող հնչի այսպես, իսկ պետությունը լինելու նվաստացուցիչ է, թե չէ։ Որտեղ բոլոր պետությունները զբաղվում են առանց բացառության բոլոր պետությունները զբաղվում են հաղորդակցությամբ իրենց հարևանների եւ միջազգային գործընկերների հետ։ Այդ որ այդ թեմաները քննարկում են աշխարհի մյուս հատվածների հետ եւ միշտ քննարկում են, դա նվաստացուցիչ չի։ Երբ որ Ադրբեջանը մեզ հետ